Ես Բագրատն եմ, Ուզունյան Դավիթի ծնողն եմ, ուրեմն մի քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ մեր Արսենին եւ Աբիջանին ձերբակալել են, տեղափոխել են Մասիվի Քաղմաս, հիմա տեղեկություն ունենք, որ Քաղմասից տեղափոխում են Աչափնյակի դատարան։ Ինչ պատճառով են տարել։ Իմ իմացած տեղեկություններով մի քանի օր առաջ որ ՊՆ-ի դիմաց ակցիա կատարեցինք, անհետ կորածների եւ զոհվածների ճակատագրերը, պատճառները, այդ հարցերը, որ ակցիա են կազմակերպել, հորինված ինչ-որ մեղադրանքներ են, լրիվ կարված գործեր են, որովհետև ոչ մի հիմք չկար Արսենին ու Աբիջանին ձերբակալելու։ Հիմա իրանք Քաղմասում են եւ տեղափոխվելու են Աչափնյակի դատարան։ Իսկ ճիշտ է, որ ոստիկանների կողմից ցուցմունք կա հենց այդ գործով։ Շատ բան չգիտեմ, ցավոտ անեմ։ Օրինակ, որ դրվագի վրա են ուշադրություն դարձել։ Ինչ էին արել, որ տենց չեմ կարա դա ասեմ։ Ես շատ տեղեկություն չունեմ։ Նախարարության ընդունարան մտնել, հա, շենքի։ ՊՆ-ի, հա, որ այն մենք Ասերյանի հետ այդ օրը հետո ուշացումով հանդիպեցինք, բայց մեր պահանջներ 3 անուն էինք տվել, 3 հոգու հետ էինք ուզում հանդիպեինք, 3-ից մենակ Ասերյանը եկավ մեր այդ հանդիպման, այն երկուսը չեկան, հա, բայց մինչև այդ հանդիպումը ինչ որ ընթարում ա եղել, ինչ որ հորինված շինչու եսի ինչերա, դրա համար մեզ հիմա մեզ ասելով մեր Արսենին եւ Աբիջանին կանչել են, տարել են Մասիվի Քաղմաս։ Այսինքն ուզում են, որ անհետ կորածների ծնողները, հարազատները լռեն, որևէ ձայն չհանեն։ Իմ կարծիքով իրանց ուզելով որ ոչ մեկ ձայն չհանի, իրանք իրանց ուզածին հասնեն։ Էտա, սրանք ապիկար, սրանք անբարոյական իշխանություն են, սրանք ինչին ասես ընդունակ իշխանություն է, սրանց ինչ կարամ ասեմ, սրանք ինչ են։ Մենք եկանք, որ հասկանանք ինչ ոնց, հետո հասկացանք, որ մեզ տեղեկություն ստացանք, որ տեղափոխում են Աչափնյակի դատարան։ Դա եք ստացել։ Ես դուրսն եմ եղել, չեմ խոսել ոչ մի։ Մենք գրել էինք, Մեդիահաբը գրել էր, որ մի քանի ծնողների հետ կապված է եղել խնդիրը, քրեական վարույթ է հարուցվել։ Փաստորեն մեկի դեպքում ճիշտ է, իսկ մնացած ծնողների դեպքում դեռ նորից։ Մեկի դեպքում չէ, երկուսի դեպքում։ Արսենին են տարել եւ Աբիջանին։ Մնացածը ստեղ են քլել։ Հիմա պատրաստում են գնանք Աչափնյակի դատարան, մեզ ասացին, որ տեղափոխում են իրանց դատարան, հասնենք ընդ հասկանանք ինչ են ասում եւ ձեզ ավելորդ լրացուցիչ տեղեկություն կտանք։ Դեռևս այսքան է, հիմա ժողովուրդ ջան։ Պահանջը որ բնականաբար պահանջը որ Արսենին ու Աբիջանին ազատ արձակեն։ Պահանջս է դա, որովհետեւ անհիմն են, այս անբարոյականները անհիմն ձևի մեզ տղեկին, մեր ծնողներին ուզում են լրացնեն, չի կարող։ Ինչ եք կարծում, ձեր պահանջը կբավարարվի։ Եթե մարդիկ գան պահանջեն եւ բնականաբար ինքը անհիմն է։ Իսկ դուք ո՞նց եք վերաբերվում այն փաստին ներողություն, որ ասում են ծնողները շշերով հարվածել են ռազմական ոստիկանության ներկայացուցիչ։ Դա բան չի եղել։ Ինչ շիշ։ Դե նշել են, որ ջրի շշերով հարվածել են։ Ինչ որ մեկին կպել է ջրի շիշը։ Տեսանյութերը կա, թող ցույց տան։ Չկա տես բան։ Ստացվում է, որ խորհրդարանում կարան իրար վրա ջրի շշերներ։ Իր խորհրդարանում կարան իրար վրա ջրի շիշ նետեն, հա։ Ինչ կամ էլ եթե տես ջրի շիշ է եղել, ինչ տեսել ենք, սովորել ենք։ Ինչ տեսել ենք, սովորել ենք, ժողովուրդ ջան։ Ինչ տեսել ենք, եթե շպրտել ենք էլ, ափսոս ցավում եմ, որ ես չեմ շպրտել, հաջորդ անգամ ես եք շպրտել։ Ես խոսք եմ տալի հաջորդ անգամ եթե նմանատիպ բաներ լինի, ես շահարցած կշպրտեմ, որտեվ այդ եմ սովորել։ Երկրի խորհրդարանում դա եք տեսել։ Այո, ես դա եմ տեսել, այդ եմ սովորել, այդքան բան։ Եվ նաև այդ ջրի շշի հետ կապված հատկանշական է, հա, ջուր լցնելու համար օրինակ Գարիկ Գալեյանի խափամամիջոցը անհիմն, լրիվ անհիմն, անկապ, ոչ մի այդ կրիմինալ չկա, Գարիկին խեք բռնել այ այ բադ մարդիկ։
Դաստիարակությունը չթողեց որ լավ բառեր ասեն։ Անհետ կորածների եւ զոհվածների Այո։ Հիմա մենք գնում ենք Աչափնյակի դատարան, եթե դուք գաք, ընդեղ էլ արդեն մանրամասն ինֆորմացիա կունենանք, ձեզ կտեղեկացնենք։